Իրենց ոչ կուսակցական դիրքորոշումներն ու կարծիքներն են եկել հայտնելու Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ Վազգեն Մանուկյանն ու Հանրային խորհրդի մյուս անդամները։ Երկրի ղեկավարի հետ հանդիպման համար 10-ից 15 րոպե դեռ կա։ Մանուկյանն էլ պատրաստ է պատասխանել բարեփոխումներին վերաբերող հարցերին։ Հանրային խորհրդի ղեկավարը նախ նշում է, բազմաթիվ դրույթներ իրենք արդեն քննարկել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ Առաջարկների մի մասն ընդունվել է, մի մասը ոչ։ Կարծիքների բազմազանություն կա եւ մենք նախագահի հետ հանդիպելիս կաշխատենք ցույց տալ այդ բազմազանությունը պալիտրան կարծիքների։ Նախագահականի ներսում արդեն երկրի ղեկավարի հետ կլոր սեղանի շուրջ հանրային խորհրդի անդամները ներկայացնում են իրենց առաջարկները։ Արշակ Սահակյանի կողմից բազմաթիվ առաջարկություններ եղան սփյուռքահայության ներգրավման, որոնք սկզբունքորեն շատ հաճելի եւ լավ առաջարկություններ են, բայց պրակտիկորեն տեխնիկապես հնարավոր չի լինի իրականացնել։ Եվ դրա մասին նշեց ոչ միայն նախագահան, այլ մենք էլ ենք մտածում, որ շատ լավ բաներ են, բայց դժվար կլինի իրականացնել։ Հանրային խորհրդի անդամները երկրի ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացրել են նաև առաջարկներ, որոնք վերաբերում են իրավական արդարադատության դատական համակարգերին։ Շատ բաներ հետ չհամաձայնվեցին, բայց դա չի նշանակում, որ չհամաձայնվեցին, որտեվ երբ որ չէ, օրինակի համար եմ ասում, որտեվ երբ որ դու մի բան ասում ես, դիմացինը դեռ պետք է պատրաստ լինի դրան, եւ պայմանավորվեցինք որոշ հարցեր շարունակել արդեն ոչ թե նախագահի հետ քննարկել, այլ կամ գրավոր կամ բանավոր բաներ ունենալ այդ վիճաբանություններ ունենալ հանձնաժողովի նախագահի հետ։ Վազգեն Մանուկյանը կողմ է պարլամենտական համակարգին։ Նա հիշեցնում է, որ իրենք 20 տարի քարոզել են դա։ Այդ տեսակետից ես չեմ կարող հակառակը խոսալ պարլամենտական հանրապետությունից, բայց բազմաթիվ դրույթներ կան, որոնք արժանի են քննարկման։ Պետք է արդյոք կայուն խորհրդանական մեծամասնություն։ Վազգեն Մանուկյանը նկատում է, այդ մոդելը պետք է նորից հաշվարկել։ Այդտեղ ես նույնիսկ կողմնակից եմ, որ նստել մաթեմատիկորեն բոլոր տարբերակները հաշվել, ինչ տարբերակներ կարող են լինել, որտեղ շատ բարդ համակարգ է, չստուգված դեռ համաշխարհային պրակտիկայում, եւ երբեմն կարող է հետևանքների բերի, որոնք անսպասելի լինեն։ Արժի դա մի հատ քննարկել։ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը տեղեկացնում է, Վենետիկի հանձնաժողովը դեմ չէ կայուն խորհրդանական մեծամասնության ձևավորմանը։ Ինչ էր ասում Վենետիկը, Վենետիկի հանձնաժողովը եւ փորձագետները։ Բնավ էլ իրենցից որևէ մեկը դեմ չի, որ կայուն խորհրդանական մեծամասնություն պիտի ձևավորվի։ Իրենք երկու հարցադրում էին անում։ Արդյոք դա միակ եղանակն է այդ դա ձևավորելու, սա առաջին հարցադրումն էր եւ թող դուք Սահմանադրության մակարդակում արդեն իսկ չեք կանխորոշում այդ միակ ճանապարհը։ Վստահ եմ, որ այդ կայուն խորհրդանական մեծամասնության ապահովել լինելու է եւ երկրորդ փուլը կարող ենք մենք դիտարկել ոչ թե որպես պարտադիր, այլ ընտրական օրենսգիրքը կնախատեսի, չի նախատեսի, ապա որևէ այլ մոդելով կարող է ապահովել այդ կայուն խորհրդանական մեծամասնություն։ Հրայր Թովմասյանը կուսակցությունների ու մնացած քաղաքական գործիչների բարեփոխումների շուրջ քննարկումները դրական է համարում։ Նա նկատում է, որ որոշ հարցերի շուրջ համաձայնություններ կան, շատերն էլ խմբագրական կարիք ունեն։ Նաիրի Մուրադյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։